Այս պատմությունը ուրիշ պատմություն է, հարգելի գործընկերներ, որովհետև ըստ էության այս պատմության շուրջ առանձնահատուկ մեր ուշադրությունը սկսվել է այն բանից հետո, երբ որ Էրեգել ազգային ժողովում խոսք գնաց Սպարտակ ստադիոնի հետ կապված այդ մեծ աղմուկը բարձրացավ եւ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչա տեղի ունեցել։ Առաջին հայացքից թվում է, թե երբ որ դե յուրե մակերեսային նայում ես, կազմակերպությունը ունի սեփականություն եւ ունի այդ սեփականությունը տնօրինելու իրավունք։ Բայց որ հետ գնացինք, փորձեցինք հասկանալ այդ սեփականության ծագումնաբանությունը։ Պարզվեց բնականաբար, որ 1000 անկախությունից առաջ դա եղել է պետական գույք։ Հետո անկախությունից հետո իներցիայով այդ գույքերը ամրացվել են որոշակի կազմակերպությունների, որոնք պետական գործառույթ չեն ունեցել, ընդ որում դե յուրե չի արձանագրվել, որ այս գույքերը հանձնվում են ի սեփականություն։ Հետո պարզվեց, որ այդ նույն խնդրեմը կա մի շարք կազմակերպությունների, այդ թվում ստեղծագործական միությունների դեպքում։ Եվ հիմա, երբ որ Սպարտակ ստադիոնը սեփականա բան եղավ, ինչ որ օտարվեց, որպեսզի շինարարություն արվի այդտեղ, բոլոր հայացքները կառավարությանն էր, թե բա կառավարությունը ուր է նայում։ Եվ մենք խնդրեցինք նաև, որ մեր իրավաբան գործընկերները նախ եզրակացություն տան, լավ, մենք այստեղ անելիք ունենք, թե չէ։ Այդպես է, որ մենք հասանք այն իրողությանը, որ այդ կազմակերպությունների կողմից այդ գույքը որպես սեփականություն տնօրինելու հարցում մենք ունենք խնդիր եւ դա ամենևին օրինական չի, որից հետո մենք դիմեցինք արդեն մեր իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով։ Եվ շատ ուրախ եմ, որ ի վերջո իհարկե ես չգիտեմ ինչքան գույքը արդեն գնացել, ենթադրում եմ, որ չգիտեմ դրան անդրադարձ ունենալու ենք թե չէ, եւ սա շատ կարեւոր է, որ մենք DOSAF-ի պարագայում, որը ընդհանրապես մեր տեսադաշտերից եւ հանրային վերահսկողությունից փաստացի դուրս է, այդ գույքերը մենք վերադարձնում ենք եւ դրանց հետագա եւ ամրացնում ենք պաշտպանության նախարարությանը, որը ի սկզբանե ֆունկցիոնալ նշանակությամբ հենց հասցեագրված էր դրան։ Ստեղծագործական միությունների հետ կապված էլ մենք խնդիր ունեինք, որովհետև մենք էլի ասում ենք, մենք պատրաստ ենք այդտեղ լինել ճկում, որպեսզի ստեղծագործական միությունները իրենց անհրաժեշտ գործունեության համար անհրաժեշտ գույքը տիրապետեն, բայց այնուամենայնիվ այստեղ պետք է արձանագրվի, որ հանրային սեփականության մասին է խոսքը եւ հանրության իրավունքները կառավարության միջոցով պետք է պահպանվեն։ Եվ հիմա հետեւաբար DOSAF-ի պարագայում էլ է նույն մեխանիզմը գործել, ինչ որ այնտեղ ավագանուի որոշում էր, այստեղ ինչ մեխանիզմով ենք մենք վերադարձը կամ պաշտպանության նախարարությանը ապահովել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, քանի որ նշեցիք հասարակական կազմակերպությունները, կարճ ուղղակի տվյալներ հայտնեմ, որ մենք շարունակում ենք ուսումնասիրությունները նաև հասարակական կազմակերպությունների հետ կապված, որոնք որ ապօրինի ըստ էության տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը, դրանք տարբեր տեսակի միություններն են։ Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուրնալիստների միությունը, նկարիչների միությունը, գրողների միությունը եւ մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։ Սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, որովհետեւ տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում։ Մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի։ Բարեբախտաբար մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել, ավելի ոնց որ վատ վիճակում է նկարիչների միությունը, մնացածի մասով կարծես թե շատ չենք ուշացել, բայց այստեղ մենք ընդհանրապես խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղղակի, օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց եւ ըստ էության հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու 100 անգամ թանկ, օտարվում են այլ երրորդ անձանց, մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում եւ ըստ էության այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվի։ Նույն սխեման DOSAF-ն է, մի տարբերությամբ, պարոն վարչապետ, քանի որ այստեղ իրենք կենտրոնական մարմին ունեն, կառավարման խորհուրդ, կառավարման խորհուրդը որոշել է, որ իր
տիրապետումը գույքի նկատմամբ օրինական չէ եւ այս 11 գույքերը իր խորհրդի որոշմամբ որոշել է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Քննչական մարմիններն ու դատախազությունը այս պահին իրականացնում են արդեն իրավական ձևակերպումների հետ կապված գործընթացները եւ ինչպես նշեցի, նաեւ քրեական գործ է քննվում այս հարցի վերաբերյալ, որովհետեւ գույքի նկատմամբ իրենց նախնական իրավունքների գրանցումները օրինական չեն։ Այդ մասին կա նաեւ Վճռաբեկ դատարանի որոշում, որը որ մենք օգտագործում ենք այս հասարակական կազմակերպությունների դեմ մեր հայցերում։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման եւ պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է։ Խնդրեմ Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես էլ կուզեի ընդգծել, որովհետև մենք շատ բազմազան դաշտի մասին ենք խոսում եւ որպեսզի նաեւ տպավորությունը թյուր չստեղծվի, կուզեմ ասել, որ մենք շատ միությունների հետ եւ նաեւ շատ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցություն ունենք։ Ուզում եմ հիշեցնել օրինակ Սևան մարզական միությունը, որը կարևոր գործունեություն է ծավալում սպորտի ոլորտում եւ հատկապես գյուղական բնակավայրերում երեխաներին սպորտով զբաղվելու հնարավորություններ է ընձեռում եւ մենք օրինակ հրաշալի համագործակցության օրինակ էր, երբ որ Վիկտոր Արչինյանի մարզադպրոցի թեման էինք քննարկում եւ այդտեղ կար նաեւ զուգահեռաբար երկու այլ մարզադպրոցների աշխատանք անելու խնդիր, Գեղակերտի մարզադպրոցը Սևան մարզական հասարակական կազմակերպությանն էր դե ֆակտո նույն կարգավիճակում գտնվում եւ մարզական կազմակերպության հետ մեր համագործակցությամբ իրենց խորհուրդը դա արդեն իսկ նվիրաբերել է պետությանը, որպեսզի այդտեղ մարզադպրոցը բարեկարգվի եւ այդտեղ հետագա աշխատանքները կազմակերպվեն պատշաճ պայմաններում։ Եվ նույնը վերաբերում է նաեւ շատ միությունների, որոնց հետ մենք շատ արդյունավետ աշխատում ենք։ Իհարկե, այստեղ դա չի նշանակում, որ գուրքային հարցերը չպիտի կարգավորվեն, բայց ես էլ ուզում եմ վերահաստատել, որ իրենց գործունեության առումով եւ իրենց հետ նաեւ շատ տարբեր ծրագրեր իրականացնելու առումով սա ոչինչ չի նշանակում եւ այդ դաշտում այն աշխատանքը, որը որակյալ է ոլորտի զարգացմանն է տանում, դա իրականացվում է։ Շնորհակալ Շնորհակալ եմ, խնդրեմ պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Տիկին Վարդապետյան, քանի որ ռանչպարի մասին խոսք գնաց, մի թեմայի անդրադառնանք, վերջերս եզդիական համայնքի հետ էի հանդիպում եւ նրանք մի փաստ նշեցին, որ նախկին գյուղապետի ձեռքով սեփականաշնորհվել է կամ իրենց տնօրինության տակ է հայտնվել համայնքի ուրեմն հողակտորների մեծ մասը, շուրջ 90 հեկտար արոտավայրերի եւ կուզեի իմանալ արդյոք ընթացք կա այս թեմայով եւ եթե չկա, խնդրեմ ուշադրություն դարձնեք դրան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, մենք ստացել ենք նաև վարչապետի աշխատակազմից ձեր հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն, նաև նշեմ, որ 37 հեկտարի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում արկա էր վարույթ մինչև այդ տեղեկանքը ստանալը, որը որ քաղաքացիներից ստացած ահազանգի հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ մարմիններ ուսումնասիրություն արել եւ դուրս էր բերել 37 հեկտար տարածք։ Բնակիչները նշում են 150 հեկտարի մասին, մենք այս պահին նաև պետական շահերի պաշտպանության մեր գործառույթի շրջանակներում ուսումնասիրությունները ընդլայնել ենք, որպեսզի հասկանանք իրականում 37 հեկտարը, 90 հեկտարը, թե 150 հեկտարը, եւ ճիշտ եք նշում, բոլորը անօտարելի գույքեր են, որոնք չեն կարող փոխանցվել մասնավոր անձանց, իսկ տվյալ դեպքում փոխկապակցված անձանց էին փոխանցվել եւ ըստ էության կոռուպցիոն սխեմաներով դուրս էին բերվել համայնքի սեփականությունից եւ հակակոռուպցիոն կոմիտեն է վարույթ քննում եւ մենք պետական շահերի պաշտպանության հայցեր ունենք դատարան ներկայացված եւ ուսումնասիրությունները ընդլայնված են մնացած հեկտարները հասկանալու համար։ Հարգելի գործընկերներ, ըստ էության վերադառնալով մեր քննարկվող հարցերին, Քարի սիմֆոնիայի եւ Դոսաֆին պատկանող գույքին, ըստ էության ընդհանուր առմամբ սա մեր ապօրինի օտարված սեփականաշնորհված գույքի վերադարձի գործընթացի մաս է, որը տեղի է ունենում, եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք այս գործառույթը իրականացնելու համար հետեւյալ ուղղությունները ունենք. մեկը պետական շահերի պաշտպանության
գործառույթն է գլխավոր դատախազության, մյուսը ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որը նույնպես արդեն գործում է, եթե ես ճիշտ եմ հիշում, Տիկին Վարդապետյան, մենք արդեն օրինական ուժի մեջ մտած որոշումներ, վճիռներ ունենք այս թեմայով եւ հաջորդ ուղղությունը քրեական գործերի քննության շրջանակներում էլի դատավարական գործառույթների շրջանակում ահա այս երեք մեխանիզմները գործում են, ինչ որ առումով որպես 4-րդ ուղղություն այս խնդրի լուծման կարելի է դիտել նաև հարկային ուղղություններով արվող որոշակի աշխատանքներ, ինչի մասին նախկինում բազմիցս խոսել ենք